ունենալու եմ շնչառական համակարգի խնդիրներ, ունենալու եմ արյան շրջանառության համակարգի խնդիրներ, դրանք ամենահիմնականներն եմ ասում։ Երկարաժամկետ աղտոտումը բերում է ռեպրոդուկտիվ ֆունկցիայի խանգարումների, հայերեն ասած, ավելի sense մարդկային լեզվով ասած անպտղության, թե կանանց, թե տղամարդկանց։ Այս ամենը կարող է առաջանալ օդի բարձր աղտոտվածության հետևանքով։ Տվյալների համաձայն ուղեղի կաթվածի դեպքերի 1/3-ը պայմանավորված է հենց դրանով, որը նպաստում է նաև դիաբետի զարգացմանը։ Չկա գոնե մեկ օր, որ Երևանի օդում վտանգավոր նյութերի քանակը չհատի թույլատրելի սահմանը։ Մեկ անգամ չէ, որ մասնագետները բարձրաձայնել են այն մասին, որ մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը ծանր է, օդի աղտոտվածությունը Երևանում հատել է կարմիր գիծը։ Մկրտչյանի խոսքով օդի աղտոտվածությունը լինում է բնական եւ անտրոպոգեն մարդածին աղտոտում, որը քաղաքներում ավելի մեծ տոկոս է կազմում։ Որոնք են դրա հիմնական պատճառները։ Շինարարությունն է, չվերահսկվող, դա տրանսպորտն է, դա քաղաքաշինական նորմերի որոշակի խախտումներն են։ Երբ որ մենք պատահական sense կետային շինարարություն ենք անում, մենք նաև խանգարում ենք նորմալ ցիրկուլյացիան օդի քաղաքի տարածքում։ Քաղաքը պետք է ունենա կարծես sense ցիրկուլյացիոն համակարգ, որպեսզի այդ օդը շրջանառվի եւ չկուտակվի այդ աղտոտված օդը։ Մկրտչյանի խոսքով օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ Երևանում գրանցվում է առավոտյան, հատկապես մեծ մեքենաների խցանման հատվածում։ Օրինակ Իսակովի Ազատության պողոտայում, որն ազդում է ոչ միայն ռիսկի խմբում գտնվող մարդկանց վրա, այլև ընդհանուր բնակչության առողջության վրա։ Նրա համոզմամբ շատ հետազոտություններ կան, որ նույնիսկ կարճաժամկետ մի քանի ժամի, նույնիսկ մի քանի օրվա աղտոտված օդի ազդեցությունը կարող է բերել որոշակի առողջական խնդիրների։ Հիմնական խնդիրները դրանք շնչառական խնդիրներն են, որոշակի ծանր մետաղներ օրինակ, կարող են բերել ուռուցքների, ընդ որում ոչ միայն թոքերի ուռուցքների ռիսկն է մեծանում, որտեղ դե թոքերի չփումը հասկանալի է, եւ ռիսկը կարող է մեծանալ։ Նույնիսկ կրծքագեղձի ուռուցքի ռիսկն է բարձրանում, նույնիսկ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի ուռուցքի հավանականությունը։ Մկրտչյանի խոսքով մարդածին աղտոտման հետևանքները վերացնելու հարցում մեծ գործ ունեն անելու պատկամարմինները։ Օդի աղտոտվածությունը չափում է նաև Երևանի քաղաքապետարանը, որն այժմ մշակում է օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր։ Օրեր առաջ Ավինյանն էր վստահեցնում, որ օդի որակը էլ առաջվանը չէ։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Մինչ քաղաքային իշխանությունը մեթոդներ է մշակում, Մկրտչյանն ասում է, դիմակը տեսականորեն կարող է որոշ դեպքերում օգնել, բայց դրսի աղտոտված օդը նաև ներս է թափանցում։ Մարդ չի կարող ողջ օրվա ընթացքում դիմակով շրջել։ Առավոտյան սպորտով զբաղվողներին անգամ խորհուրդ չի տալիս վազել, հատկապես մայթերով, քանի որ աղտոտված օդի մասնիկները թոքերով անցնում են արյան մեջ եւ տարածվում ամբողջ օրգանիզմով, աղտահարելով տարբեր օրգան համակարգեր։